Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսիկ Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ գտնել եւ հետեւել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել մեզ այս կայքում։ Տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այստեղ, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում, հենց հիմա հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում եւ կկարողանաք մեզ դիտել ու մեկնաբանություններում հարցեր, դիտարկումներ թողնել, ես հետևում եմ եւ հետաքրքիրները կուղեմ մեր այսօրվա հյուրին, իսկ մենք զրուցելու ենք վիրաբույժ ուռուցքաբան Արամ Բադալյանի հետ, ողջույն Արամ։ Բարի լույս։ Շնորհակալություն, վաղուց չեք հյուրընկալվել մեզ։ Ես էլ եք կարոտել ձեզ։ Այո։ Մեր տաղավարում մենք քննարկում ենք օգտակար գիտելիքներ, փորձում ենք փոխանցել մարդկանց եւ այսօրվա թեման հատկապես շատ կարծում եմ կարևոր է, ինչպես նաև էլի օգտակար բոլորի համար, որովհետև մենք խոսելու ենք առհասարակ ուռուցքաբանության միֆերի, մոլորությունների, թյուր կարծիքների, այսպես հարևանների ասուկոսերի մասին։ Մի տեսակ կասկածելի մտքերի ու ինֆորմացիայի մասին փորձելու ենք տարբերակել, ասենք, որն է ճշմարտությանը մոտ, որը ընդհանրապես կապ չունի իրողության հետ։ Հերքենք կամ հաստատենք։ Հերքենք, հաստատենք, նաև նշենք, թե իսկական ապացուցողական բժշկագիտությունը, ուռուցքաբանությունն այսօր ինչ է ասում, որովհետև շատ հարցեր էլ կային, որ նախկինում, օրինակ մի 20 տարի առաջ այլ մոտեցում ունեին, հիմա արդեն զարգացումը սրընթաց է ու դրանք լիովին փոխվել են։ Եկեք ամենաչարչրկված տարբերակից սկսենք, ուղղակի քանի որ համացանցում շատ է խոսվում։ Լազերի ազդեցություն, այնտեղ մենք ունենք լազերային պրոցեդուրաներ, դեմքի եւ մարմնի տարբեր հատվածների համար ունենք մազահեռացում լազերով, այսօր ուղղակի դա շատ տարածված է եւ պատտվում է այսպես միտք, որ գիտեք դա ուռուցքածին է կամ կարող է բերել ուռուցքի գոյության։ Փորձենք հասկանալ ինչ է կասում։ Շատ քիչ մասը այդ լազերի վնասի մասին իրականը մեծ մասը ընդհանրապես կապ չունի ուռուցքաբանության հետ։ Տեսեք, լազերային պրոցեդուրա դա կլինի, չէ, լազեր չասենք, էպիլյացիայի տեսակներ ասենք, լազերային ասենք, էլոս, էլ ինչ կա, էլեկտրո, տարբեր, հա։ Ինչ որ ազդում է մաշկի վրա, ի նպատակը ինչն է մազը ոչնչացնել, որ մազը չաճի։ Մազը գտնվում է մաշկի մեջ, մաշկի այն շերտում, որը ընդհանրապես ունի մաքսիմում մինչև 2 մմ խորություն, ավելի խորը համ մաշկի հաստությունը այդքան շատ չի, համ ինքը այդքան խորը չի ներթափանցում մեթոդը, դա ամենատարածվածը լազերային է, այսինքն ինքը մաշկից ավելի ցածր շերտեր չի կարող տարածվի, չի կարող վնաս հասցնի, լոգիկայով ենք շարժում, եթե մաշկից ցածր չի գնում, այսինքն ենթամաշկային տակը մկաներ կլինի, լավ գլխից սկսենք, հա, դեմքի մկաներ կլինի կրծքագեղձի շրջան, կրծքագեղձը կլինի, վահանաձև գեղձը կլինի, կոկորտի շրջան, այսինքն վերևից ներքև որ գնանք ուտենից մինչև ոտի բութմատը, թևատակեր, ինքը չի կարող մաշկից խորը տարածի, դա ապացուցվել է, որ նա ունի ընդհանրապես մաշկի մակարդակով սահմանափակում այդ լազերի ազդեցության ուժը։ Ուստի ոչ մի բացասական գործոն, որը ազդի մաշկից ցածր, չի կարող բերի։ Կարող ենք մենք մտահոգ լինել, կարող ենք սուբյեկտիվ դեմ լինել, չանել, նույնիսկ այն պացիենտները, որոնք բուժում են ուռուցքի կապակցությամբ, ոչ մաշկին կանադառնանք, հա, նրանք կարող են այդ ամենից օգտվել, որովհետև ապացուցվել է մի անգամ չէ, տասնյակ հազար պացիենտների հետազոտություններ են կատարվել ու մի քանի անգամ հրապարակվել են միջազգային բոլոր ուղեցույցներում, բոլոր ինֆորմացիոն կայքերում, մասնագիտական իհարկե, որ լազերը եւ կամ էպիլյացիայի տեսակները, որոնք մաշկից խորը չեն հետապանցում, ոչ մի բացասական գործոն ուռուցք չեն առաջացնի, ուռուցքի աճը չեն արագացնի, ընդհանրապես ուռուցքաբանության հետ կապ չունի, չեն խթանի։ Վախ կա այդ։ Այո, ուրիշ բան, եթե խոսենք մաշկի ուռուցքների մասին։ Էլի սովորական մաշկի վրա եթե չկա ոչ մի խալ, ճակերտավոր, հա, ոչ մի տենց պիգմենտային նևուս, հա, պիգմենտ, էլի ոչ մի ազդեցություն։ Դա կարա միայն բացական ազդի, եթե կա պիգմենտային գոյացություն նևուս մասնագիտական մեր լեզվով, խալ ժողովրդական լեզվով։ Այդ հատվածում, այո, պիգմենտի վրա լազերով կամ այլ մեթոդով ազդելը դա վնասակար է։
կարաբերի մաշկի քաղցկեղի։ Մյուս բոլոր տեսակները մաշկից ցածր, խորանից օրգանները մոռացանք դրա մասին, որովհետև չի ապացուցվել է հակառակը, որ չի առաջացնում, ուստի դա համարում ենք միֆ։ Բացարձակապես ես արդեն 17 տարի զբաղվում եմ պարանոցի օրգանների ուռուցքաբանությամբ։ Չունենք նմանատիպ գործոն բացասական, որը կբերի օրինակ վանաձև գեղձի քաղցկեղի առաջացմանը կամ ավշային համակարգի։ Ուղղակի չկա նման գործոն։ Կանանց վտանգը մնում է միայն մակերեսային մաշկի մակարդակով, այո։ Շատ կանայք, ովքեր ունեն ինչ-որ կասկագեղձում թե բավարարակ խնդիր, թե ուռուցքի կապակցությամբ բուժում են կամ հսկողության են գտնվում արդեն բուժումից հետո, խուսափում են կամ կարող է եւ նրանց բուժող բժիշկները խորհուրդ են տալի խուսափել, բայց հավատացնում եմ, եթե մասնագիտական լեզվով խոսանք, դա չի ապացուցվել, ուստի կարող եք հանգիստ ձեր պրոցեդուրաները անել անկախ նրանից, որ դուք ունեք որևիցե գոյացող կրծքագեղձով։ Տղամարդկանց համար դա մի ավելի քիչ ակտուալ է, մենք մաշկով սահմանափակվում ենք։ Լավ, եթե մենք հիմա մաշկին ուշադրություն դարձնենք այդ դեպքում, ապա կոնկրետ ինչն է ազդելու մաշկի վրա, եթե չենք խոսում խալերի, պիգմենտների, այսպես տարբեր գոյացությունների, փոքրիկ մսի կտորներ են լինում, այդ պապիլոմաները, ֆիբրոմաները դրանք էլ ոչի բան, դրանց լազերով հեռացնելը նորմալ պրոցեդուրա է, նորմալ գործողություն է, այդ չի վերում ոչի բանի։ Միայն պիգմենտի արկայությունն է, որ պիգմենտի վրա մշտական ազդես մի գործոնով, որը նորմալ չի, իսկ մաշկի համար նույն հոսանքով կամ լազերով կամ ցանկացած այլ տեսակի էպիլյացիայի մեթոդը նա նորմալ չի, ինչպես նաև արևը, հա, օրինակ, արևն էլ է գործոն բացական ուտրամանուշակագույն ճառագայթները։ Այո, այդ պիգմենտը ինչ որ մի վատ բանի կարա վերածվի։ Մյուս դեպքերում ոչ, միֆը հերքեցինք։ Մաշկի ամենավտանգավոր, ամենառիսկային ուռուցքի տեսակները, որոնք են կարող եք հենց հիմա օգտվելով առիթից եւս մելանոմա, ամենաագրեսիվ, դա ոչ միայն մաշկի, ընդհանրապես ամենաագրեսիվ ուռուցքի տեսակներից է։ Մելանոման հիմա իհարկե շատ ենթատիպեր ունի, բայց կա ենթատիպեր, որոնք կայծակնային են զարգանում։ Կարող է մեկ փոքր 1.5 մինչև 1 սանտիմետր չափի լինի պիգմենտային գոյացություն, բայց նա ունենա որոշակի խորություն, իսկ մելանոման խորությամբ իր չավորակության աստիճանը նրա խորությամբ է բնորոշվում եւ արագ տարածվի տարբեր օրգաններով ու ունենա վատ ելք։ Մելանոման ամենավատն է, կան մաշկի սարկոմաներ, դրանք ոչ պիգմենտային մաշկի ուռուցքներ են, դրանք երկրորդ տեղում են, մյուսները ավելի հանգիստ են։ Դրանք են տափակ բջջային, բազալ բջջային, բազալիոմաները, որ շատ եք լսել, որը իմ առօրյա խնդիրներից է, հա, դրանով զբաղվում եմ, հա, աճում են դանդաղ տարիներով, շատ լավ բուժման արդյունք ունենք մինչև 99%, այսինքն ինչ-որ մեկ մեթոդով մենք կարող ենք դա բուժել։ Իսկ իրենց վրա լազերով աշխատանք կատարվում է եւ արդյոք Չէ, լազերով կարելի է կիրառել լազերային վիրաբուժություն, բայց գրագետ ուռուցքաբանական սահմաններում ու արմատականությամբ, հա, դա ուրիշ բան է, բայց կան հա, եկեք sense դեպքեր են լինում, գալիս են պացիենտներ, ասում են վերքեր կամ ինչ-որ գոյացություններ, ինձ մի քանի տեղ լազերով բուժել են, չի լավացել, որթել են ձեզ մոտ։ Նայում ես խայտարակ մաշկի ուռուցքա, չակերտավոր հիվանդի հերանից են, կներեք մտածությունս համար, բայց դա չի կարելի։ Կամ ինչ-որ ամիսներով բուժում են քսուկներով, չեն ախտորոշում, որովհետև չունեն այսպեսի մի հասկացողություն ուռուցքաբանական նախատրամադրվածություն պիտի լինի, այդ գոյացությունը, որ ինքը վերածվի ուռուցքի, բայց եթե իրան գրգռես ինչ-որ մի գործոնով, վերջը առողջ մաշկի վրա է կարող է ինչ-որ վատ բան առաջանա։ Եվ նաև բժիշկը, ով առաջինը տեսնում է, նա պիտի մի քիչ գիտակցի, որ հնարավոր է սա լինի ուռուցք, առաջինը հերքեն ուռուցքը, նոր բուժեմ մնացած այլ խնդիրները, բայց որ լազերով փորձում են հեռացնել, բզբզել, բա որ խալերը մելանոմայի չեն իմանում, մելանոմայի խալերը լազերով են հեռացնում, պացիենտը միջև մեզ հասնում է շատ դեպքերում լինում է ամբողջովին մետաստազներով։ Դեն շատ դեպքեր կան վատ ելքով, արդեն փչացրել են պացիենտ, էլի չակերտավոր փչացրեցին, всё, մենք էլ ոչինչ չենք կարող անել։ Կարող ենք, բայց դա արդեն պալիատիվ է, դա այն չի, մենք չենք բուժի այդ պացիենտին իրականում։ Լավ, այդ դեպքում հիմա խորհուրդ տանք այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ լսում են, մաշկի վրա որևէ տեսակի, որևէ գույնի, որևէ ուռուցիկության չափի փոփոխություն կամ գոյացություն նկատելու հիմնականում գունավոր Առաջին հերթին մաշկաբանի, մաշկաբաները այո, պիտի կողմնորոշվեն, եթե մաշկաբաները կարող են նախնական զննումով որոշակի
կասկածելի խմբերին ուղղորդել ուռուցքաբաների, པարզ դեպքերը շարունակել բուժել ինքնուրույն։ Բայց դա տեսողական զննումով գոնե Տեսողական հնարավոր է մեթոդ կա, տարբերակել։ որը կոչվում է դերմատասկոպիա, դրա մասին էլի խոսել ենք, մաշկի խոշորացված զննումն է։ Դա ամենաարագ ու ակտուալ նախնական ախտորոշում ստանալու մեթոդ է, ու դրանով կարելի է դիֆերենցիալ, այսինքն տարբերել ուռուցք ոչ ուռուցք դեպի ուռուցքաբան։ Եթե պացիենտը միանգամից դիմի ուռուցքաբանով զբաղվում է մաշկի ուռուցքներով, էլի նորմալ է։ Ուղղակի կա հերթականություն։ Այնպես չի որ առաջնային օղակում նույն պոլիկլինիկաներում մենք չունենք այդ մասնագետներ, եւ մաշկաբանները կան եւ ուռուցքաբանները, կարելի է երկուսին էլ դիմել, եթե կարիք լինի նեղ մասնագետի նրանք կուղղորդեն։ Դեպքերի մեծամասնությունը նրանք կարող են կողմնորոշվեն, այո։ Լավ, այդ դեպքում ում չդիմել եւ ինչ չանել, այսպես։ Եկեք մի հատ արգելենք որոշ բաներ։ Ոչ թե արգելենք, այլ զգուշացնենք, զգուշ եղեք, հա, արգելել։ Օրինակ կոսմետոլոգի են դիմում։ Միանգամից մի դիմեք կոսմետոլոգիայի կամ այդտենց մանիպուլյացիաների, որոնք կապ ունեն էսթետիկ բժշկության հետ, որովհետեւ կարող ենք բաց թողել ուռուցք, եթե դիմացինը մասնավորապես բժիշկ մասնագետ չի, հա, որտեղ կարան բուժքույր կրթության մարդիկ դառնան կոսմետոլոգ կամ բժիշկ կոսմետոլոգներ։ Բժիշկները ավելի աշելուրջ են այդ հարցում։ Մեկ էլ մի անգամից չդիմել պլաստիկ վիրաբույժների հեռացման, եթե դիմացի բժիշկը չունի այդ զգոնությունը ուռուցքաբանության նկատմամբ։ Դե դա նախապես հնարավոր։ Դժվար է։ Դրա համար ցանկալի է ուրեմն եթե գրագետ շարժվենք մաշկաբան եւ ուռուցքաբան։ Կարգ այդպեսին է։ Լավ, շատ հաճախ հարց է հնչում, եթե խալի մեջ մազ է աճում եւ մարդը չի ուզում հեռացնել ամբողջովին խալը, միգուցե դա իր էսթետիկ պատկերացումներին, ընկալումներին չի խանգարում, բայց դե մազահեռացում ուզում է անել։ Այստեղ ինչ անել։ Ստուգել խալը, նոր միջամտություն անել, թե ձեռք չտալ, թե խալը հեռացնել։ Սովորաբար որ մենք ուսանող ենք ու դեռ երկար տարիներ ասում են, եթե խալի վրա ազդում է մազ, ինքը բարվորակ է այդ խալը։ Այո, կարող է այդպես հասկացողություն։ Հիմա կարամ ասեմ, որ հիմնականում այդպես է լինում, բայց կան այո, մաշկի ուռուցքներ կարող է նույն մելանոմայի վրա մազ լինել։ Դա ավելի քիչ է հազվադեպ հանդիպող տարբերակ է, բայց հիմնականում հայ թե մազը ավելի բարի մասին եք մտածում։ Բայց միևնույն է, եթե դուք ուզում եք մազահեռացում անել ու չգիտեք այս գոյացությունը, այս խալը ինչպիսին է, մի հատ դերմատասկոպիա մաշկաբանի կողմից, եթե չկա ոչ մի ուռուցքի կասկած, բայց այնպես չի որ դուք կվերցնեք ամբողջ օրը լազերով իրան կհեռացնեք կամ կանեք ինչ-որ մի պրոցեդուրա։ Ցանկալի է մազը հեռացնել մեխանիկորեն, որովհետև մյուս մեթոդները գործոն են, որոնք կարող նպաստեն, որ դի խալը ելի վերափոխվի, ժամանակի ընթացքում այնպես չի որ մի ամսում, կարող մի քանի տարի հետո։ Դրա համար մեխանիկորեն պինցետով հեռացնել, եթե մի հատ մեկ մազա, մեկ երկու, չէ, մի արեք, ինչի են որ էպիլյացիան են անում տարբեր հատվածների, սպիտակ մատիտով փակում են, որպեսզի պիգմենտի վրա այդ լազերը կամ այդ հոսանքի աղբյուրը չազդի։ Նույնը այդ մեկ մազի համար, այդ մեկ մազն էլ է, չէ, խալի մեջ է։ Հիմա չես կարող սպիտակ մատիտով իրան փակես, այդ մազարմատը թողես։ Մեխանիկորեն հեռացրեք ու մի ծեր տվեք այդ խալին։ Հարց ունենք լսանից, ես չգիտեմ, դա ձեր դաշտում է թե ոչ, բայց երեխաների խալերը լինում են չարորակացող, չարորակ եւ այլն թե ոչ։ Ցանկացած տարիքում կարող է լինել մաշկի չարորակ ուռուցքներ խալերի տեսքով։ Երեխաների մոտ ավելի քիչ, մեծահասակների մոտ ավելի շատ, այդպես է, բայց չի բացառում։ Ոքի պիտի ուշադիր լինեք։ Երեխաների մոտ ավելի հաճախ բնածին խալեր են, որոնք երեխայի մեծանալուն պես, հա երեխայի չափսը մեծանում է, բոյովանում է, մաշկը մեծանում է, բնականաբար երեխաները պարտավոր են մեծանալ, խալերը երեխաների հետ պարտավոր են մեծանալ։ Եթե նրանք բնածին են։ Վտանգ միշտ կա, եթե ինքը տարօրինակ է։ Բնածին չարորակ խալ չի լինում։ Բնածին չարորակ խալ։ Կամ գոյացություն մաշկի վրա կամ այստեղ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Բնածին սարկոմաների մաշկի ես լսել եմ, չեմ տեսել, որտեղ երեխաները չեն զբաղվում, բնածին որ լինի միանգամից, տեսեք, բազալիոմա մեկետափակ բջջային, բազալ բջջային եւ տափակ բջջային քասերի տեսակները դրանք ավելի մեծահասակներին բնորոշ են։ Չարորակ մելանոմա երեխաների մոտ նորածին, չգիտեմ։ Կկարդամ, մի անգամ կասեմ։ Պետք է սա արդեն դիմել մեր վիճակագրությանը, ոչ թե մանկական ուռուցքաբանների, այդ հարցում կարող եմ սխալվել, այո։ Եվ մի հարց են շատ օղում, արդյոք ճիշտ է, սա էլ հիմա հասկանանք միֆ է թե իրականություն։ Արդյոք ճիշտ է, որ մաշկի կամ պիգմենտի գույնը որքան դեպի կարմիրն է, որքան կարմիր երանգ ունի, այնքան վտանգավոր է եւ պետք է արագ ստուգել։ Ինչքան դեպի սևնա կամ մուգ շագանակագույնա։ Այ դա է վատ։
Կարմիրը, կանցնես կարմիր կետիկներ են, դրանք հեմանգիոմաններ են, դրանք մաշկի, մազանոթների գոյացություններ են, որոնք բարորակ ընթացք ունեն, այդ դրանք լազերով էլ կարելի է դրանց հեռացնել։ Այդ մի բան է։ Չէ, կարմիր sense անոթային կետիկները դա մոռացեք։ Գույնը պետք է լինի մուգ։ Ինչքան սևին ու սև քիչ առնում, ավելի շատ մուգ շագանակագույն։ Այնքան վատ։ Այդքան ոչ ցանկալի։ Եկեք խալի կամ էլի պիգմենտի փոփոխությունների որակին էլ անդրադառնանք, որ փոփոխություններ են հատկապես վտանգավոր։ Չափն է, եզրերն են, Համ չափն է։ Փոսորակությունն է, ինչն է ամենավտանգավորը։ Հիմնականում նրանք դերում են կամ հարթ կամ արդափքված։ Այդ մեկը, բլթակավոր։ Երկրորդը, երբ որ եզրերը sense անհավասարաչափ խայտաբղետ եզրերն ունենում, Աստղաձև փոխում են, հա, փոխում է, sense հարթ չի, հարթ կլոր չի կամ օվալ չի, քառակուսի չի լինում։ Ինչ որ անհարթություն կա։ Երբ մեջի գույնը, այսինքն պիգմենտը ինքը ոչ հարթաբաշխված, ինչ որ մուգ հատված, բաց հատված կետիկներ, մուգ կետիկներ խայտաբղետ տեսք ունի։ Ինչքան գնում է դեպի խայտաբղետության, դա էլ լավ չի։ Իսկն չափի մեծացումը, պիգմենտի անհավասարաչափ բաշխումը, եթե գրական լեզվով ասենք, եւ եզերի անհարթությունը։ Այդ երեք հիմնական գործոններն են, որոնց պետք է շտություն դարձնել։ Մի բան փոխվեց, անպայման մա դիմել ստուգել, հետո էլի հանգիստ հսկել։ Ավելովա մենք հանգիստ ենք իմանանք հանգիստա հսկենք 15 տարի, քան չիմանանք ինչա ու բաստողենք մի քանի ամսում ինչ որ վատ հիվանդություն։ Դինամիկ հսկողություն։ Այսինքն ցանկացած կանխարգելիչ միջոցառում վերում է հիվանդության կամ կանխմանը կամ ավելի արագ ու բարի ընթացքին։ Ահա, անցնենք կառուցքաբանության վերաբերյալ այլ տարածված միֆերի, օրինակ, մասնավորապես մեր հորմոնալ ֆոնը։ Շատ են ասում, որ հորմոնալ ֆոնը կարևոր է, որովհետև եթե այդտեղ փոփոխություններ են լինում, եթե տատանումները շատ են, սա մեծացնում է որևէ ուռուցքի հավանականություն։ Արդյոք սա այսքան չէ, ոչ թե մեծացնում է։ Եթե կա, եկեք ավելի դիպուկ ասեմ, եթե ունենք արդեն ուռուցք, որը կա ձևավորվել է, որին դեռ չենք հայտնաբերել, հորմոնալ փոփոխությունները, հորմոնալ պրեպարատների ընդունումը նրանք կարագացնեն այդ ուռուցքի չափերի մեծացմանը եւ տարածմանը։ Դա այո։ Այսպիսին է ազդեցությունը։ Օրինակ հղիությունը ինքը շատ բարդ հորմոնալ տատանումներով process է ու շատ ուռուցքներ հղիության ժամանակ ավելի արագ են աճում կամ բացառություններ, որոնք ընդհանրապես այդ հորմոնների հետ կապված չեն։ Այո, բայց այո, հղիությունը կամ ինչ որ մի հիվանդության կապակցությամբ, օրինակ, հոդերի խնդիր ունենք, խմում ենք հորմոնալ պրեպարատներ, հա, նշանակված, դրանք էլի հորմոնային պրեպարատներ են, որոնք եթե ուռուցքը կա, նրանք կարագացնեն նրա զարգացումը, բայց նախորդ կանխատեսել, որ ձեզ մոտ կա ինչ որ նոր սկսվող ուռուցք ու բժիշկը որ նշանակել է հորմոն, դրա մասին տեղյակ չի, բնականաբար չի կարա ոչի բան ասել, բայց եթե տեղյակ են, չեն նշանակում, դա լրիվ ուրիշ մոտեցում է։ Այդպիսի հորմոնալ փոփոխությունները կարող են բերել ուռուցքի զարգացմանը։ Նոր ուռուցքի ձևավորման մեջ տեսականներն ունեն իրենց գործառույթը, բայց այնպես չի որ կարող ենք ասել այս ուռուցքի տեսակին անպայման բերում է հորմոնալ շեղումները։ Կան հորմոնակախյալ ուռուցքներ, կան հորմոններով բուժվող ուռուցքներ, դրանք մի քիչ տարբեր պրեպարատներ են։ Բոլոր հորմոնները չեն նույն հորմոնը, ոքի անունն է բոլորի մեկ հորմոնա կոչվում։ Հորմոնները ավելի քիչ դեր ունեն, այո։ Այստեղ ոչ կարող ենք մենք պնդել, ոչ կարող ենք պնդել, որ եթե կա ուռուցք, այո, հորմոնային պրեպարատները կամ հորմոնալ տատանումները օրգանիզմում բերում են ուռուցքի ավելի արագ զարգացմանը միանշանակ։ Իսկ այս դեպքում որպես հորմոնալ տատանումների օրան դաշտանային ցիկլի խանգարումների մասին դաշտանային ցիկլի խանգարումներ, կլիմաքսի սկսվող շրջան, հետկլիմատիկ շրջան, հղիություն, կանանց մոտ այդ հորմոնալ տատանումները ավելի շատ են։ Դրա հետ կապված այո եւ ուռուցքները, որոնք օգտվում են այդ ամենից, մի քիչ ավելի շատ են։ Նույն կրծքագեղձի ուռուցքի տեսակներ կան, հորմոնալ կախյալ շատ լավ բուժում են հորմոնի այլ տեսակով։ Չի բացառում, որ նրանց առաջացման ինչ-որ մեխանիզմներում նաև հորմոնալ կախելություն ունի։ Կան հարցեր, որոնք դեռ բժշկությունը չի պատասխանել, կան հարցեր, որոնք սպասում են Նոբելյան մրցանակին, բայց միանշանակ այո, հորմոնալ ֆոնը ազդում է տարբեր ուռուցքների եւ զարգացմանը եւ տարածմանը։ Հատկապես որ մեր հորմոնները ազդում են բառացիորեն ամեն ինչի վրա, մաշկից մինչև ոսկրեր եւ ընդհանրապես ամեն ինչ։ Նաեւ
անդրադառնանք մի այսպիսի միֆի, ես գրեթե համոզված եմ, որ սա միֆ է բարձվելու, հաճախ ենք լսում մի քիչ մարքեթինգային քայլերում էլ ամեն օր օգտագործեք այսինչ հավելումները բնական կամ այսինչ մթերքը կամ սնունդը եւ դուք խոսքը գրում է առողջ ապրելակերպի մասին, ախր ոչ այնքան առողջ ապրելակերպի, այլ հատուկ ինչ որ բան ամեն օր օրինակ ժամ կտավատի ձետ կամ քունջուտ ամեն օր ուրեմն կա ապացուցողական բժշկություն, կա ժողովրդական բժշկություն։ Ապրելակերպին բոլորս կողմ ենք, այն շատ լավ բան է։ Այդ ինչքան մենք խվում ենք առողջ, մեր իմունիտետը, օրգանիզմը լինում է առողջ, իմունիտետը լինում է բարձր, իմունիտետը, դիմադրողականությունը ամենաբարձր հակաքաղցկեղային այսպես ասեմ, միջոցն է, որովհետև ներկայիս ուռուցքաբանության վերջին սերնդի դեղանյութերը, որոնք կոչվում են իմունոպրեպարատներ, դրանք ուղղում են մարդու իմունիտետը բարձրացնել տվյալ ուռուցքի նկատմամբ կամ ուռուցքների տարբեր նկատմամբ, հա։ Այսինքն, ինչքան բարձր է մեր իմունիտետը, այդքան ավելի ուժեղ ու վստահ պայքարում է թե ուռուցքի առաջացմանը, թե արկա ուռուցքների բուժման ընթացքում։ Եթե ինչ որ դուք խմում եք, դա կլեն հավելումներ, դրանք կլեն սննդակարգ, ինչ որ կտավատ, գիտեք, դրանց գիտական սոդայի կիրառում են, կիտրոնի, չգիտեմ, ամեն օր կապացողական բժշկություն, այդ ամենը չեն մտնում այս բժշկության մեջ, բայց կան ուռուցքաբանության հետ կապված սննդակարգեր։ Ինչքան շատ լինեն առողջ սնունդ ձեր ռացիոնում, բնականաբար ձեր իմունիտետը կլինի բարձր, դուք ավելի ապահովված կլինեք, ճակերտավոր ապահովված կլինեք, ապահովագրված կլինեք ուռուցքի թե առաջացման, թե զարգացումից։ Բայց դա չի նշանակում, որ դուք խմվեք առողջ, ուրեմն ոչ մի բան տեղի չունենա, որովհետև այնքան գործոններ կան, տասնյակ եւ հարյուրավոր, որոնք եթե սնունդը չի, այլ կերպ ազդում օրգանիզմի ինչ որ այլ գործոն։ Կտավատ, չգիտեմ, կանաչիներ, բանջարեղեն, այո, պետք է նրանք։ Եթե դրանք վնաս չեն տալի օրգանիզմին, հաստատ մի օգուտ կտան, այսպես կարող եմ ասել։ Բայց որ խմել ամեն օր կտավատի ձետ ու դա կօգնի, օրինակ, եթե խմում ենք, հասնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման ինքը պրոֆիլակտիկա է, ես չեմ կարող ասել, որովհետև դա գիտությունը չի հաստատում։ Բայց կլինեն հետազոտություններ, որոնք իհարկե որոշակի բուսական ինչ որ հավելումներ կօգնեն որոշ տեսակի ուռուցքների, թե ինչ որ դանդաղ աճին, թե որոշակի կանխարգելմանը կամ ընդհանուր օրգանիզմի դիմադրականության ինքնազգացողությանը, բայց որ թույներ չկա դրանց մեջ, դա վնաս չի, երաշխավորել հնարավոր չի, չէ։ Այդ սոդայի ջուրը դա լրիվ մի քիչ այլ մեխանիզմ է, դա իմ համար չսիրած այն վատ միֆերից է։ Բայց կա այդ միֆը։ Կա միջևը մարդիկ խմում են։ Սոդայի ջուրը են խմում, տենցելի տարբեր լուծույթներ են խմում, ես չեմ կարծում, որ դա իրական է, դա չէ։ Քացախ, լիմոնա։ Դե հիմա տեսեք, մի քացախ լիմոն, ախա ինքը թթու միջավայր է, թթվաշա։ Այդ թթու միջավայրը ազդելու առաջին հերթին կերակրափողի ստամոքսի վրա։ Իսկ ստամոքսի վրա եթե թթուն ազդում է, ստամոքսի լորաթաղանթը վնասում է, որը մշտական վնասելով կարաբերի ստամոքսի քաղցկեղի առաջացմանը չի բռնում մեկը մեկի հետ։ Հակառակն է։ Սոդան ինքը ավելի հիմնային է, ինքը ավելի ոնց որ նեյտրալիզացիա է անում, հա, ոչնչացնում է թթվայնությունը, հա, կարա մի քիչ ոնց որ ազդի, որ ստամոքսում չունի շատ թթվայնություն, որ չվնասվի լորաթաղանթը, Կիկոսի պատմությունն է, որ սա նրան։ Հա, ոչինչ, ճիշտ է։ Կարա օգնի, բայց դա միանշանակ չի։ Եկեք չդնենք մի խոսքով այդպիսի բաների։ Ես չեմ խմում, իմ բարեկամներին, իմ ծանոթներին խորհուրդ չեմ տալի ոչ քացախ, ոչ լիմոնաջուր, ոչ սոդայաջուր, դա սուտ է։ Ինչ որ մի հատ էլ կար միջոց։ Մեղրաջուրը դե լավ է, ուղեղի համար է, հիշողությունն է զարգացնում։ Մի հատ էլ ինչ որ պրեպարատ կար, որը կիրառվում է, շատ վատ բան եմ ասում, անասնաբուժության մեջ ձիերի համար անունը կարող չհիշեմ, դա ինչ որ սուպեր հակաքաղցկեղային միջոց է։ Եթե ձիերի համար ինչ որ նյութ է, որը մարդիկ հակաքաղցկեղային են օգտագործեք, բայց բժշկին չասեք, էլի դա։ Մենք դες բաներ չենք սիրում։ Որտեղ դա իրականության չի համապատասխանում։ Չկան հետազոտություններ։ Չկա ապացույց, ուրեմն չի աշխատում, վերջ։ Իհարկե, երբեմն որոշ լավատես ճակերտավոր մարդիկ պնդում են, եթե չկա ապացույց չի նշանակում, որ դա ճիշտ չէ, բայց այսօր բժշկագիտությունը եւ առանձին գիտությունը դեռ այս սկզբունքով է շարժվում։ Այդ մարդիկ կարող են օգտագործել, բայց բժիշկը չի կարող ասել, որ դու ճիշտ ես անում կամ սխալ ես անում։ Բժշկից մի պահանջեք այն, ինչ որ հաստատված չի բժշկագիտության կողմից, այո։ Մեկ այլ շատ ազդող ու քննարկվող թեմայի եմ ուզում անդրադառնանք, դա սթրեսն է եւ հոգեկան առողջությունը։ Այսօր ավելի են ասում, որ գիտեք, քաղցկեղի առաջացման թիվ 1 գործոնը դա
կայուն կամ շատ ուժեղ սթրեսն է կամ չբուժված եւ չվերամշակման չտրված սթրեսը, այսինքն այստեղ փորձենք հասկանալ հոգեկան առողջությունին հասանք։ Տեսեք, ցանկացած ընկճում, հա։ Այո, մեր ռեգիոնում ավելի շատ մենք ունենք մեր բնակչության ազգական խնդիրը, մենք ունենք շատ ստրեսային գործոններ, տարբեր սոցիալական հարցեր, հա, մշտական ինչ-որ ստրեսերի մեջ, առօրյա, ընտանեկան, չգիտեմ, միջև քաղաքական ստրեսի մեջ են գտնվում այդ իր հերթին, եւ տեսեք, նույն ստրեսն են հոգեբանական ճնշված վիճակը եւ ամեն ինչ որ ազդում է մարդու իմունիտետի վրա, մենք էլի հասանք իմունիտետին։ Ընկճում է, այդ ամենը ընկճում է, հյուծում է օրգանիզմը, ընկճում է իմունիտետը ու ցանկացած մի հատ փոքրիկ գործոն, որը առիթ համանգալի որ դրսևորվի զարգանա, այդ գործոնը այսինքն այն ուռուցքի նախահայրն է, սկսում է զարգանալ, իր բանալին կողպեքը բացվեց, ինքը սկսեց ակտիվանալ, ուրախացավ, որ իմունիտետը չի պայքարում, իրան չի տեսնում, այլ հարցերով շատ սիրուն վիդեոռոլիկի մտքով անցավ, կարելի է տենց հա, մտեն սարքել իր անիմացիա, այդ ամենը ոնց ազդում այդ ուռուցքի նախահայրի վրա ու ինքը սկսեց զարգանալ։ Լավ, այսինքն, բայց ուղիղ ազդեցություն, որ եթե դուք ունեք դեպրեսիա, որը տարիներ է տևում կամ պայքարում եք դուք դեպրեսիայի մեջ, ոչ թե ուղիղ ազդում են որոշակի, չէ, մի րոպե, այսպես ասենք, ինքը միանգամից ինչ որ մի ուռուցքի վրա չի ազդում կամ այլ տեսակ, ինքը ընդհանուր ձեր օրգանիզմի նախատրամադրվածությունն է մեծացնում դեպի ուռուցքի առաջացումը, այսինքն ինչքան ընկճված, ինչքան ճնշված, ինչքան ստրեսավորված, տենց նման բառերով վիճակ, դա կբերի նրան, որ ձեր մոտ ավելի հաճախ կառաջանա որևիցե ուռուցք, քան այն անձի մոտ, որը ունի այդ ստրեսային գործոնները։ Նույնը սննդակարգով, որ ամերիկացիք ունեն որոշակի ուռուցքների տեսակներ, ինչի առաջանում շատ իրանց մոտ երկրում, որտեղ ամբողջ օրը ուտում են fast food, բուրգերներ, տարբեր, հա, էլի ոչ առողջ սննդակարգ, իմ համար ու շատերի համար, ամեն երկիրը ունի սպეციფიկ նաև ուռուցքների տեսակներ, որ բնորոշել իրենց ռեգիոնում։ Օրինակ, այսական ռեգիոնում ավելի շատ են ստամոքսի կերակրափողի քաղցկեղը, ինչի որովհետև իրենց սնունդը կծու է, իրանք ուտում են տարբեր չմշակված սնունդներ եւ այլն, ռացիոնից է կախված, եթե սննդին ենք ասում։ Ստրեսային երկրներում էլի այնպես չի, որ ինչ-որ տեսակի ուռուցք վրայազնում, բայց այո, ուռուցքի ստատիստիկան այդ ինչքան ճնշված սոցիալապես, թե ինչ այլ պատճառով ճնշված ու ստրեսային գոտիներում ավելի բարձր կլինի նրանց հանդիպումը, քան այն երկրում, որով ավելի հանգիստ են ապրում։ Չգիտեմ, նկավ սկանդինավյան երկրում իրանք հոգս չունեն, ամեն ինչ լավ է, Շվեյցարիայում ամեն ինչ, Լիխտենշտեյնում ամեն ինչ շատ լավ է, նրանց ստատիստիկան տեղյակ չեմ, բայց համոզված եմ, որ ավելի ցած կլինի Դե իրենց մոտ կանխարգելումներ շատ բարձր մակարդակի վրա այդպես են ասում, իհերթին դա նպաստում է։ Իսկ այդտենց զարգացած երկրներում նաև կանխարգելման համոզված չեմ, բայց կանխարգելման միջոցների մեջ նաև մտնում է երևի թե պացիենտների հոգեկան վիճակի կարգավորումը։ Լավ բան առաջացավ մտքով, այսինքն բնակչությանը բերել մի հատ ինչ-որ դրական բալանսի, որ ստրեսերը ավելի քիչն են, դա պրոֆիլակտիկա կարող է լինի։ Մի ամսով եկեք անջատենք լուրերը։ Հա, որ անջատենք սոցցանցին, իսկ բոլորը կհանգստանան։ Բոլորը կհայտնվեն այսպես օթային վակուումային վիճակում։ Պրոյեկտներ ենք, ստարտափ ենք մտածում, տեսնես կօգտվեն սրանից որոշակի այցաններ, թե չէ։ Եվ կայծակնային արագության այս հետաքրքրաշարժի եթերն ընթացավ վերջին 1 րոպեին ձեր կողմից ինչ միֆ կուզեիք հերքել, որ մենք չհասցրինք անդրադառնալ։ Չասեցինք այդ շոկե բաղնիկները, մեր սիրած ջերմային պրոցեդուրաները, այնպես չի, որ իրանք խայտարակ ձևի առաջացնում են ինչ-որ ուռուցքներ, հա, բայց արկա ուռուցքների դեպքում չի կարելի տենց օգտվել սաունաներից, բաղնիկներից եւ նման այլ միջոցառումներից ջերմային։ Եվ այլ ինչ մենք մոռացանք ասենք, երևի թե, հա, ֆիզիոթերապիա, չհաստատված լինում են չհաստատված դեպքեր, որ չեն կասկածում, որ դա ուռուցքային process է, պացիենտներին ուղղորդում են ֆիզիոթերապիաների այլ նմանատիպ հոսանքի կիրառման մեթոդների, որոնք հակառակը շատ արագ զարգացնում են ու տարածում են արդեն իսկ արկա ուռուցքը։ Դա թերի չախտորոշման, այո, այդ վիճակն է, որ ֆիզիոթերապիա ու բաց ուռուցքը տարածվեց։ Շատ շնորհակալություն, վերջ հետևում ենք այս ուղղորդումներին եւ տարբերակում ենք միֆը, մոլորությունը իրականությունից եւ բժշկագիտությունից։ Դե շնորհակալություն այսքան շատ ինֆորմացիա մեզ փոխանցելու եւ ճիշտ մասնագետների դիմեք ժամանակին, ամենակարևորը դա է։ Ապացուցողահեն։
Մենք զրուցեցինք վիրաբույժ ուռուցքաբան Արամ Բադալյանի հետ, հուսով եմ էլի կհանդիպենք, ձեզ համար աշխատեց Լուսիկ Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։